Բարի երեկո սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, ողջունենք ձեզ Մեծիդան Անգելիկիո Կաթողիկոսության քրիստոնեական դաստիարակության բաժանմունքին կողմէ գազմագերբած հավատք եւ կյանք հայդակիրով համագործակցությամբ Վանացայինի հայկական ռադիոգայանին։ Այսօր Վանացայինի ստուդիոյեններս ուրախությամբ կհյուրընկալենք Քուվեթի Սրբոց Վարդանանց եկեղեցվո հոգևոր հովիվ շրջինք Այո դերայր Այո դերայր անմեցեք Այո Պետք է գ փավե դեղդ գեցիր եւ այդ իր գփավեն եւ դեղդ գեցիր ցանչիգա Ես կլսեմ դերայր գլսվի գոր Բանը ֆեյս ինձ գսեն որ Facebook-ի սփռումը ցանչունի գսեն Եղավ հիմա դերայր խոսեցեք Եղավ խոսենք շարունակենք Ուրեմն դերը գմիչամդե եւ իր միջելևս գվստահինք որ Աստված պիտի գեցնե մեր նպատակ նույնանման եւ ամբդուղ ընթացքը վերջ պիտի դա բոլոր ցաղողություններուն սնե դեր պիտի փանա օրտության բոլոր դռները որոնք փոցադեր ստադանան Անիելի քիրքին մեջ մենք կգործանք որ
Դերը ինքն է ժամանակներն ու յացյալները պետք է որ վստահին այս խոսքին, որովհետև դերը իր ժողովուրդեն գուզե որ անոնք ըլլան գլուխ եւ ոչ թե ոչ։ Մոսես Հեսուին այս մեկը ասած էր, որ դերը գուզե որ տուն գլուխ ըլլաս եւ ոչ թե ոչ, միշտ բարձր ըլլաս եւ հադագը չի մնաս։ Սակայն այդ մեկը ըլլալու համար մարդենք մեր արժև ունենք խոչընդոտներ։ Այդ խոչընդոտները մենք մեր անհադական ուժերով չենք կրնար հաղթահարել։ Նույնիսկ ունենանք իմաստությունը, ուժը, կարողությունը, սակայն աշխարհի ուժերը մեզ զորապ մենք, որովհետև դերը ինքը բոլոր շնորհքներու բարգեւիչն է, ինչպես կսե Պետրոս Արաքյալ իր առաջին նամակին մեջ։ Ամեն։ Լավ դերայր, գխոսիկ խոչընդոտներու մասին։ Ինչ խոչընդոտներ նկատի արածեք, կամ կան մարդու կյանքը դժվարացնող եւ անբդուղ դարձնող, ինչպես կարելի է այդ խոչընդոտները շրջանցել։ Հիմա գարչ ծևով պատասխանեմ այս հարցումին, որովհետև մեր արջև ունենք երկար ընթացքը, այդ խոչընդոտներուն մենք պիտի թիմենք դիրոջ, Աստծո օգնության, եւ Աստծո օգնությունը գլաբարձավես խիստ դժվարություններ ունենք եւ դժվարությունները անցած ենք, ամենեն մեծ դժվարությունները անցած Սամոս 2-ին բարերով եկեք աղոթք մնենք Սամոս 71 եւ անցնենք հաջորդ բաժնին Սամոս 71-20-րդ համարը գսե տուն դեր որ բազմաթիվ նեղություններ ու չարչարանքներ գրել դվիր ինձի գերգին պիտի կենթանացնես զիս եւ վերստին երկրի խորերեն պիտի հանես զիս իմ բադիվս պիտի բարձրացնես եւ դարձյալ զիս պիտի մխիթարես Իսկ ես Դավիղի ընկերակցությամբ պիտի կողապանեմ քեզ ու հավատարմությանը համար ով իմ Աստվածս քնարի ընկերակցությամբ պիտի ներփողեմ քեզ ով Սուրբ Աստվածը ու ժողովուրդից ամեն Շատ բարի դերայր Ինչ խոչընդոտներ նկատի արածեք Գարձեմ թիվով 8 հատեն Այո, թիվով 8 խոչընդոտները որ կան այսօր, այդ խոչընդոտներն են ընդհանուր վերնակիրները ասենք, ինչպես Աստված Մովսեսին ասավ գփավե շրջիկ աննվադակ, նաև 8 խոչընդոտներ կան, որոնք Աստված եթե միջամտե մեզի պիտի ասե գփավե անցյալի ցաղողություններով սպաղինք, գփավե ցախորդ կորձեր գադարենք, գփավե մեր չանքերը վատնենք, գփավե փոքր արժեքներով բավարարվենք, գփավե անվստահությամբ մոտենանք, գփավե սիրտերնից թարմացնենք, գփավե սատանային թերը անկիդանանք եւ ի վերջո գփավե աբարտյուն խոսքեր լսենք։ Այս 8-ը գփավեներուն եթե մենք արագ ամբողջ ծևով, որովհետեւ շատ ավելի երկար կարելի խոսիլ եւ շատ ավելի երկար օրինակներ կարելի է բերել։ Հիմա ես կխնդրեմ ագընտիրներն եւ ունգընտիրներն, որ ամեն մեկուն օրինակները ես երբ որ աստվածաշնչային օրինակներ դամ, այդ աստվածաշնչային օրինակները ամեն մեկը վերջը ինքն իր կյանքին մեջ ունեցած դժվարության հետ պատտադե եւ տեսնե թե ուր է իրենց դժվարության լուծումը։ Շատ բարի դերայր։ Ինչպես կարելի է անցյալի ցախորտությունները շրջանցել։ Անցյալի ցախորտությունները շրջանցելու պատմությունը 5 դագարան են, ես արած եմ առաջին թագավորացի պատմությունները։ Հիմա առաջին թագավորացի երբ որ գսենք, մեր ժողովուրդն շատեր անգլերեն կամ արաբերեն կգարտան Աստվածաշունչը, առաջին Սամվելը ասել ուզեմ։ Ուրեմն մեր կով առաջին թագավորացը հոն առաջին Սամվելն է։ Հոն պատմությունը Սամվել Մարգարեի օրինակով գարնեմ այս հարցը։ Սամվել Մարգարեն Սավուղը թագավոր օծած էր
Սավուղ իր թակավորության սկիզբի շրջանին քալած էր Աստուծո գամքով, սակայն Աստուծո գամքեն հեռացած էր եւ Աստուծո գամքեն հեռանալուն պատճառով մարդոց վիճակը վատացավ եւ մանավանդ Իսրայելը դգարացավ թշնամիներուն առջև։ Սամվել մարգարեն Սավուղին սխալ ընթացքին համար ամեն օր գուլար եւ գողբար, որովհետեւ ինք օծած էր այդ թակավորը եւ ամեն օր ինք զինք հանցավոր կնկատեր, մինչեւ որ Աստված իրեն ասավ գփավե, մինչեւ երբ Սավուղի համար պիտի սկաս, քանի ես զայն մերժեցի, որպես Իսրայելի վրա չթակավոր է, եղջյուրը յուղով լեցուր եւ կնա քեզի Բեթլեհեմացի Հեսեին պիտի ղրգեմ, որովհետև անոր որդիները մեկը թակավոր ընտրեցի։ Սավուղին արարքները, սիրելի այսօր, կպատկերացնե մեր ցաղողությունները եւ գործությունները, կխոսի անցյալի բարդություններու եւ ամոթին մասին, մինչ Դավիթը կխորհրդանշե աստվածային հադուցումը, որ մեզի կսպասե, որուն արադությունն ու պարկը պիտի մորցնե մեզի անցյալի խուսախապություններն ու դարաբանքները։ Պիտի նմանի հոսած ճուրերու նման, այն ինչ որ հոպի քիրքին մեջ կգարտանք, երբ Աստված իրեն գսե ու դաժանքդ պիտի մորնաս հոպ, հոսած ճուրերու վես պիտի հիշես անոնք։ Դերը նաև պիտի հադուցանե այն դարիներու բդողները, որոնք մարախը, չորյագը, կրվիճն ու խարնիջը գերան։ Հետաքրքրական նախատասությունն է։ Շատեր, երբ որ Աստվածաշունչ կգարտան, մարախ, չորյակ, կրվիչ, խարնիչ, ասոնց իմաստը չեն գրնար հասկանալ։ Սակայն երբ որ քիչ գյուղատնտեսական կաղապարներուն կամ գիտելիքներուն երթան, կտեսնենք, որ չորյագը թևերը աջած, նոր քիչ աջած մարախն է, կրվիջը թրջող մարախն է, խարնիջը սուեն ավգիտեն նոր դուրս ելած մարախն է։ Հիմա գսենք, որ ինչ գործ ունի մարախին կյանքին հանգրվաններուն անունները Աստվածաշունչի մեջ։ Իմաստը մեկ է։ Իմաստը այն է, որ Աստված երբ որ պիտի հադուցանե, պիտի հադուցե ամեն տեսակի քու վնասներըց։ Ինչ տեսակալան քու վնասներըց, այդ բոլորը պիտի հադուցե։ Եվ ադիգա գերտա մարախին կյանքին զանազան հանգրվաններու անուններով։ Զաքարիա մարգարեն ալ նույնը մեզի գսե, քեզի գրկնաբադիկ հադուցում պիտի ընեմ, իսկ Եսայի մարգարեն գսե, ծեր ամոթին դեղ գրկնագի ուրախություն եւ նախադինքին դեղ ծեր ժառանգության մեջ պիտի ծնծակ, ուստի ծեր երկրի մեջ գրկին ժառանգություն պիտի արնեք։ Այո սիրելիներ, անցյալը մորնանք եւ եկող նոր օրերում նայենք, որովհետեւ Տեր Հիսուսի անունով երբ որ կգալենք, մեր ընթացքը կշարունակենք, այդ նախորդ ողբերգությունները չեն գտնար գտնվել։ Ամեն։ Շատ բարի դերայր։ Ցախորտություններու շրջանցումի մասին խոսիլ, հարցումը հետեւյալն է. պետք է ցախորտ կորձերը շարունակել, թե բնական է, որ հարցումին պատասխանը արդեն քիչ մտածող մարդը ինքն իրեն գուտա։ Սակայն ես այսօր օրինակը արածեմ նոր գդագարանեն այս ակտան։ Նոր գդագարանեն մենք Հովաննու ավետարանեն կտեսնենք, թե ինչպես Հիսուս երբ հարություն արավ մեր Տեր Հիսուս Քրիստոս, Պետրոս եւ իր ընկերները ելան Գալիլեայի լիճին վրա նավարգելու կացին, ցկնորսության կացին։ Ցանցերը ջուրին մեջ ներեցին եւ քիշերը մինչև առավոտ սպասեցին, որ ցուկ որսան։ Ամբողջ քիշերը սպասելով անցուցին, քաշեցին ուրգանը, դարձյալ նետեցին, քաշեցին, դարձյալ նետեցին, բայց մինչև առավոտ ոչ մեկ ցուկ բռնեցին։ Գրկնվող անհաջողությունը, չիկ, չանք, կրդինք, հոգնածություն եւ այս բոլորը ավարտություն։ Քիշերը ամբողջ ավարտություն անցավ։ Երբ առավոտ եղավ, Հիսուս եկավ եւ գեցավ ափին։ Բայց անոնք չջանցան անոր։ Հիսուսը սավ անոնց.
Ուրգանը նավագին աչ գոմը դեցեք եւ իդի գտնեք։ Անոնք ուրգանը ցկեցին եւ երբ ուզեցին ետ կաշել, ցուգերու շալուտենեն չէին գրնար ուրգանը վեր կաշել։ Եվ մենք գիտենք, որ շարունակության մեջ երբ հասան զովեզերք Հիսուս սավ դերեք ադոնցմե եբենք իրենք հաշվեցին այդ ցուգերը եւ այդ ցուգերը ելան 153 մեծ ցուգեր։ Աշակերտները ըրին այնինչ որ դերը ըսավ։ Անոնք, որոնք զարմացան, մեծ հրաշք մներ դեղի ունեցածը, ցանցը լեցված էր բազմաթիվ ցուգերով։ Հովանես Արաքյալ ամիջավես գիտա որ դերն է։ Եկեք հարց տանք իրարու։ Ինչու արդյոք ցախողեցան անոնք։ Եվ ինչու ցախողությունը շարունակվեցավ մինչև առավոտ։ Ինչու երբ զարմացան առավոտ եղավ հաջողություն ունեցավ։ Այո, աշակերտները ցկնորսության կացած էին առանց դիրոջ հետ խորհրդակցելու, որ իրենց մե խնդրած էր իր մե առաջ երթալ Գալիլեա եւ հոն սպասել։ Սակայն սպասել է ցանցրացան։ Պետրոս որ միշտ առաջինն էր խոսողը, փորձընկերներուն ասավ. «Դուք որ սալու գերտամ, անոնք ալեսին մենք ալկու հետը թուկանք»։ Եվ ցավոք Պետրոսին ցանցրույթի զգացումը բոլորին անցավ եւ բոլորը միասին քացին ցուկ որ սալու։ Այն ինչ որ դարիներ առաջ Հիսուս իրենց ասած էր ցկեցեք որ ցկնորսությունը եւ ես ցեզի մարդու որսորդ պիտի ունեմ մորցան այդ Հիսուսի խոսքը։ Պետրոս չիտիմեց Աստուծո իմանալու համար հարավոր գամքը։ Արդյոք նորեն պետք է վերադառնալ ցկնորսության, չսպասեղեք ու ջամփակ։ Միշտեր մենք գիտենք որ Դավիթ երբ որ սպասման միջակի մեջ էր, փոխանակ ցանցրանալու սաղմոսներ գրեց։ Աստված փարապանելու սաղմոսներ գրեց։ Հետևաբար նույն այդ սպասելու վիճակը գրնա մեգումը համար արքի ճամփալալ եւ նույն այդ սպասելու վիճակը ցանցրույթի պատճառով մեգումը գրնա սախողության պատճառ դառնալ։ Պետրոս եւ իր ընկերները հնազանդեցան Տիրոջ եւ ցանցը ներեցին նավուն աչքով։ Հրաշքը իրականացավ, ընդամենը ցանցը մեկ անգամ չորելելով։ Արդյունքը շատ դպավորիչ էր, շատ սուկ, բարձ է պայմաններում։ Այո, հրաշքը հաստատ մեզի համար է, երբ մեր Տեր Հիսուսն է մեր առաջնորդը, մենք առանց անոր քայլ չենք արվել։ Եկեք խոնարհենք անոր առջև, ընդունենք մեր սխալները, խնդրենք իր առաջնորդությունը, վստահենք, որ ան իր ուժով գմիջամտե մեր անհաջողությունները եւ գվերածե փայլուն հաջողություններով եւ մեր ամոթը գդարձնե փառքի։ Ամեն։ Շատ բարի դերայր։ Երբ մեր չանկերը իզուր են եւ գնմանին ձակ քսագի, ինչ ասել գուզեք կամ ինչ պետք է անել։ Ձակ քսակ ասելացելը սիրելիներ Աստվածաշունչի հին գդագարանի մեջ երկու դեղ մենք հանդիպած ենք։ Ես կուզեմ այդ երկու դեղերն օրինակ դերել իմ հացեզի։ Առաջինը անքե մարգարեին քիրքին մեջ պիտի հանդիպենք։ Անքե մարգարեն 12 փոքր մարգարեներեն մեկն էր, որ հին գդագարանի այդ քիրքերը մեկը գրած է, որ ունի երկու գլուխ միայն։ Սակայն այդ երկու գլուխները մեզի մեծ բան գուտան։ Այս քիրքը կբարունագի է Աստծո խոսքը ժողովուրդին, Փափելոնի քերութենեն Երուսաղեմ վերադառնալ է ավելի քան 10 տարի անց։ Անոնք քերության մեջ մնացին երկար ժամանակ, 70 տարի Փափելոն մնացին, սակայն երբ վերադարձան Երուսաղեմ, մենք գարտանք դարձյալ հին գդագարանի մեջ, որ առաջին կորձերնին եղավ դաջարը շինել։ Աստված չուզեց, որ ամոթի կամ ցախողության մեջ մնան, այլ կպապակի, որ կյանքը դառնա հաջողությունները, նորանոր հաջողություններ։
Աստված իրենց սխալին, դա սխալը հիմա պիտի պատմեմ, թե ինչ է սխալը։ Սակայն սխալի մեջ էին երբ Աստված իրենց երբ ըսավ գփավե։ Աստված ըսավ իրենց շատ ցանեցիկ, բայց քիչ բերիկ։ Գերակ, բայց չվշտացակ։ Խմեցիկ, բայց զարավնիտ չհակեցավ։ Հակվեցակ, բայց չդակցակ։ Վարձկով փանողը ձակ կսագի համար գվաստգի։ Մարդ որքան հիմար պետք է լա, որ իր վաստակը տնե լայն ձագեր ունեցող քրբանի մեջ։ Երբ քրբանը ձակ կլա, դերը կպատասխանե ժողովրդին իր խոսքի մեջ եւ գսե. մեր քրբանը ձակ կլա, երբ մեր մտահոգություններուն առաջնահերթություն ըլլա։ Առաջնահերթությունը մեր մտահոգություններուն ինչն է, այն ադեն մեր քրբանը ձակ կլա։ Մանրամասն բացատրենք, թե ժողովուրդը այն ադեն ինչ էր իրենց սխալը, որ իրենց քրբանը ձակ դարձավ։ Ժողովուրդը սկանչացած էր պապերությունեն վերադառնալուն համար, մեծ երանտով սկսած էր վերաշինել Երուսաղեմի կանտված դաջարը, վերստին մադաներ մատուցվեցան, դոնագադարություններ եղան եւ ավարտեցին դաջարի հիմքերու գառությունը։ Այս պատմությունը մենք պատմական քիրքերուն Եզրասի քիրքին 3-րդ գլխում մեջ կտեսնենք։ Այսպես կարելի է ասել, թե անոնց սրտերը սպաղած էին Աստուծո գործերով։ 2 տարի անց անոնք թատրեցան գառուցել է, հիմքերը թողուցին մերկ, հալածանքներ ու փոթորիկներ եկան անոնց վրա, սակայն հավատքով թիմադրելու փոխարեն հանձնվեցան անոր եւ ամբողջովին թատրեցուցին դաջարի գառությունը։ Այնուհետև մարդիկ հանձնվեցան անդարբերության եւ այլևս չհետապերկրվեցան Աստուծո դաջարին գառությունով։ Բոլոր ժամանակը չանքն ու գումարները իրենց դուներուն գեղեցկացնելու աշխատանքին կենտրոնացին եւ ոչինչ ծախսեցին դաջարը գառուցելու համար։ Դուները գեղեցկացնելը եկեք բարձը իրար այսօրվա մեր կյանքին հետ պատտալով հարցնենք։ Սխալ բանը չէ։ Բոլորին համար սխալ բանը չէ իր դունը գեղեցկացնելը։ Աստված գուզե որ մենք գեղեցիկ դուներու մեջ ապրենք։ Աստված գուզե որ մենք հանգիստ կյանք ապրենք։ Սակայն սխալը առաջնահերթություններու դասավորման մեջ է։ Անոնք սպաղած էին իրենց դուներով նախքան Աստուծո դունով սպաղվելը։ Նույն պատմությունը կտեսնենք Մաղաքիա մարգարեի օրով։ Անկե մարգարեի ժամանակներեն 100 տարի վերջ Աստված դարձյալ խոսեցավ մարդոց։ Մաղաքիա մարգարեի միջոցով որպեսզի ցույց տա իրենց վատ վիճակը։ Այս անգամ ինչ երազ էին անոնք։ Անոնք այս անգամ խլած էին դաջարին դասանորդն ու ընձաները, որը պատճառով իրենց օրհնությունները չկացած էին։ Եվ Աստված թողեց սանոնք ու դողին, այսինքն սատանան եկավ իրենց շահը գերավ։ Իսկ անոր բուժումը ինչ էր։ Դերը պետք է լա առաջինը եւ անոր գործեր ունենան առաջնահերթություն մեր հոգերու մեջ եւ այս մեկը հատկապես պետք է հստակ դրսևորվի նյութականապես։ Ուստի մենք պետք է տանք արադացել նորեն եւ ուրախությամբ Աստված ժողովրդին ասավ. բոլոր դասանորդները կանցադուն բերեք, որովհետեւ իմ դանս մեջ բաշարը լա։ Լսենք նաեւ Արագած կրկի խոսքերը, որ դերը գսե եւ գբադվե կուստ, դերը բադվե կուստ ասվածներով եւ կու բոլոր փերքերուց երախայլիներով եւ կուշտեմարանները տարածություն պիտի լեցվին ու հանցանները նոր քինին դուրս պիտի տապի։ Մատթեոս Արաքյալի մեջ մեր դերը գսե դուք նախ խնդրեցեք, որ Աստծո արքայությունը կա եւ աշխատեցեք իր գամքը գադարել եւ Աստված այդ բոլորը ավելիով պիտի դասեցի։ Այս բոլոր խոսքերը բարապետը չեն կրված Աստվածաշունչին մեջ։ Մենք կտեսնենք Տիրոջ խոսքի մեջ, երբ որ գսե նախ խնդրեցեք Աստծո, նախ բարին վրա եթե կենտրոնանանք, կտեսնենք, որ երբ նախ մենք կենտրոնանանք Աստծո արքայության քալու աղապարին վրա, անգևերջ մեր կյանքը շատ հստակ կդառնա։ Ամեն։ Շատ բարի դեր հայր, շնորհակալություն, առնենք մեր թաթարը, որ մեր ետք կվերաթարնանք դարձյալ։
Շատ բարի դեր հայր, ուրեմն դարձյալ մեր ունգընտիրներուն եւ անգընտիրներուն գուզեն քիշեցնել, որ քուետեն դեր արդակ ավակ կահանա Կեհիայանն է, որ մեր այսօրվան հյուրն է եւ դեր հայրը գխոսի գփավե աննպատակ շրջինք խորակրով։ Դեր հայր գշարունակենք մեր հարցազրույցը եւ հետեւյալ հարցումով մկսկսենք։ Ինչ կմտածեք փոքր արժեքներով բավարարվելու մասին։ Հետաքրքրական հարցում է այսօր, որովհետև աշխարհի վրա մեծ թիվով մարդիկ կան, որ մեծ արժեքները ցկած բզդիկ փոքր արժեքներու յետև գվազեն։ Այսօր լավագույն օրինակը ես արած եմ դարձյալ 5 դագարան ծննդոցի պատմություններեն մեր բոլորին հոգևոր հայր Աբրահամի պատմությունը։ Աստված Աբրահամին խոստացավ, որ ժառանգորդ մը պիտի ունենա։ Սակայն Աբրահամ իր գնոջմե Սարայեն զավակ չունեցավ, որովհետև ան ամուլ էր։ Սարան ասավ Աբրահամին. դերը արգիլեց զիս ծնանել է, ուրեմն աղախինիս մդիր, կուցե անգե զավակը ստանամ։ Եվ Աբրահամ Սարային խոսքը մդի գրավ։ Ինչպես Աթամը Եվային խոսքը մդի գրավ, Աբրահամն ալ Սարային խոսքը մդի գրավ։ Աբրահամ արավ այնինչ որ Սարան ասավ, վախնալով որ ժամանակը շատ ուշ գլա եւ ինք այլևս երեխաներ չունենար, բայց ան սխալեցավ, որովհետև չխորհրդակցեցավ Աստծո հետ, եւ ծնավ Իսմայելը ու ան գապվեցավ Իսմայելին, որովհետև ան ծնավ իր հարաճած դարիքին, հավատաց որ ան իրեն խոստացված որդին էր։ Աբրահամի համոզումը այդպես ալ մնաց, մինչև որ Աստված զարմացուց անոր, երբ Իսմայելի ծնունդեն 13 տարի անց հայտնեց, որ ան որդիմը ևս պիտի ունենա, բայց այս անգամ իր ամուլ գնոջմեն Սարայեն։ Այս խոստումին իրականանալը հսկա հրաշք կբարանչեր այս անգամ, որովհետև ոչ միայն Սարան ամուլ էր, այլ այն պատճառով, որ Աբրահամ ինքն ալ շատ զերացած էր եւ դժվար թե կարողանար երեխա ունենալ։ Ան Աստծո պատասխանեց եւ ասավ. թող Իսմայելը ապրի քո առջևդ։ Կնշանակե, որ գարձեց թե Աստված պիտի ընդունի իր առաջարկը եւ Իսմայելը պիտի դարձնե իր խոստումին զավակը։ Այո, սիրելիներ, Աբրահամի նման մենք այսօր ալ մեծ վարկևները ցկած բրձիկ արժեքներուն յետևը գերտանք։ Որքան աջախ մենք ալ գնենք նույն բանը, ինչ արավ Աբրահամը, փոխանակ մեր հավատքը զորացնելու կբավարարվենք փոքր սովորական նվերներով, այնպիսի ժամանակ, երբ Աստված կցանկա մեզի մեծ նվերներ տան։ Այլ բզիկ օրինակ մնալ դամ, Աստված Հովսեփը երբ փապակեցավ փանդեն դուրս ելնել, Աստված ոչ թե միան անոր փանդեն դուրս հանելը գազմագերվեց, այլ անիգա դարձավ Եգիպտոսի երկրորդ մարդը փարավոնեն վերջանք։ Հիմա տեսնենք, թե Աստված ինչպես պատասխանեց Աբրահամին, որովհետև Աբրահամ Աստծո առաջարկեց Իսմայելը ըլլա իր առջև խոստացված զավակը։ Աստված ասավ. այո, ու գինը Սարա որդի պիտի ծնի քեզի ու անոր անունը Իսահակ պիտի ծնես։ Անոր հետ ու անգեյեցք անոր սերունդին հետ իմ ուխտս պիտի հաստատեմ, հավիտենական ուխտը։ Եվ Իսմայելի համար ալ լսեցի քեզի, ահա օրհնեցի ու պիտի աջեցնեմ զանիգա ու խիստ պիտի շատցնեմ։ Այս խոսքերով Աստված Աբրահամին ասելուզեց, գփավե Իսմայելի շուրջը դառնաս։ Գփավե որովհետև անիգա անագան ծնունդ է։ Ես ցեզի համար հրաշք պիտի կործեմ։ Ես ցեզի պիտի տամ որդիմը Իսահակը, որ կծնի հրաշքով։ Այս է այն որդին, որուն հետ պիտի գադարեմ քեզի դրված խոստումներս։ Ինչ կվերապերի Իսրայելին, ես անոր չեմ անդեսեր, օրհնեմ եւ կպատղապերեմ անոր սերունդները։
Որքան մեծ էր Աբրահամի համար այս նոր խոստումը եւ խոսքերուն հավատաց։ Հավատաց Աստծո եւ հավատարիմ մնաց Աստծո խոստումին։ Եկեք մենք ալ հավատանք Աստծո, հավատարիմ մնանք իր խոստումներուն եւ այս բաժինը ավարտենք Բողոս Արաքյալի խոսքերով, որ գսե այն հաստատ համոզումով, թե Աստված որ խոստացավ, գրնա նաեւ գադարել։ Ամեն։ Շատ բարի դեր հայր։ Լավ, ինչ կսեք անոնց, որոնք անվստահությամբ գմոդենան դիրոջ։ Որպես խաղապար նախորդին շարունակությունն է, որովհետև Աբրահամ նույնիսկ բահմա անվստահություն ուներ Իսմայելի եւ Իսահակի հարցով։ Սակայն եկեք մենք այս պատմությունը առնենք Մարգոսի ավետարանեն, նոր գդագարանեն, բոլորս գիտենք, թե ժողովրդավետ Հայրոսի աղջիկը մեռնելիք էր, եկավ Հիսուսեն խնդրեց, որ երթա իր աղջիկը բժշկե, Հիսուսը որ գուկամ բժշկեմ, եւ ջամփան լուր բերին, որ աղջիկը մահացած է, բարապտեղը մի հոգնեցներ վարդապետին, բայց Հիսուս անորսա որ հավատա եւ գաբրի։ Այս ընթացքին մենք գիտենք, որ նաեւ եղավ երկրորդ հրաշքը, երբ արյունահոսություն ունեցող գինը տվավ Հիսուսի տղանցքին։ Այս պատմությունն է, որ ես օրինակ արած եմ անվստահությամբ մոտենալու, որովհետև արյունահոսություն ունող գինը երկար դարիներ, Մարգոսի ավետարանը հետևյալ բարերով գսե։ Գին մգար, որ 12 տարեի վեր արյունահոսությունը կդարաբեր, անիգա բժիշկներու ցերկեն շատ նեղություն կաշած էր, իր ամբողջ ունեցածը վատներ էր, բայց օգուտ չէր դեսած, ընդհակառակը հիվանդությունը ավելի վատ տարածուցեր էր իրեն։ Եվ այս գինը գդարաբեր մարմնավես, գդարաբեր նյութավես, իր նյութականը ամբողջ ծախսած էր եւ գդարաբեր հոգեվես, որովհետեւ չեր գրնար բոլորին արջև ներգալալ ամճնալով իր հիվանդութենեն։ Երբ այս գինը լսեց դիրոջ մասին, որ ան նեղություններու մխիթարիչ է, հատկապես այն նախատասությունը լսեց, որ դերը գսե ինձի եկեք դուք բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ես հանգիստ պիտի դամ ցեզի։ Գիտա որ անհրաշքներ գրնա կործել։ Հավատքով լեցվեցավ եւ թե ան գրնա թատրեցնել իր արյունահոսությունը։ Եվ այդպես գավարդի իր հիաստապություններու շարքը։ Իշխախտապար սակայն չգրծավ թյուրությամբ հասնել դիրոջ։ Ան չուսահավեցավ, սողալոց եկավ, մարդոց ոտքերուն դագեն եկավ և վերջապես գրծավ իր միտքի մեջ, որովհետև միշտ կսեր, միայն թպչիմ իր հագուստին և բիդի բժշկվին, և գրծավ այդ մեկը իրականացնելու։ Հիսուս հանգարց կեցավ, ով տվավ ինձի, բոլորն ագուրանային, Պետրոս և իր ընկերակցողները ասին, վարդապետ, ժողովուրդը 4 կողմեն գհրե ու գհրմշտգե քեզ, և տուն գսես, ով տվավ ինձի, Հիսուս սա մեկը տվավ ինձի, որովհետև սկացի, որ ինձ մեզ զորություն մտուրս եկավ։ Ըստ երևույթին, Պետրոսի և անոր հետ եղողներուն համար շատ մարդիկ տվան դիրոջ, բայց իրականության մեջ միայն մեկը տվավ անոր, քանի որ դերը հաշվի գարներ միայն հավատքի հբումները։ Սիրելիներ, բոլոր անոնք, որոնք կմոտենան դիրոջ, պայման չէ, որ ստանան բժշկություն, կամ ազատագրում, կամ Սուրբ Հոգիի լեցունություն, այլ միայն անոնք, որոնք կմոտենան հավատքի վստահությամբ այս գնոջ պես, վստահորեն ակնկալելով, որ ան գուտա իրենց այն, ինչ որ իրենք պետք է որ ստանան։ Այո, եկեք ավարտենք այս խոսքերը ասելով գփավե շրջինք, եկեք Տիրոջ մոտենանք, լիակատար այն հավատքով եւ վստահությամբ, որ անգթարտրեցնե մեր հիաստապություններու անverջ շարանը եւ մեր հետ կսկսի նոր ճանապարհը, ուր հիաստապություններ գոյություն չունին։ Ամեն։ Շատ բարի դեր հայր։
Ինչ լուծում ունիք անոնց համար, որոնք հագարակ կյանքի քեղեցիկը լալուն գշարունակեն դառնացած ապրիլ։ Դարձյալ սիրելի այսօր պիտի երթանք 5 դագարան։ Առաջին թագավորած, այսինքն առաջին Սամվելան, որ անգլերեն կամ արաբերեն կգարտան։ Անոր գլխում մեջ մենք կհանդիպենք քիչ առաջ Սամվել մարգարեի մասին խոսեցանք, Սամվելին մորը կհանդիպենք Աննային։ Եվ Աննային մասին պիտի խոսենք, Աննան ամուսնացած էր։ Աննային ամուսինը երկրորդ գինը ուներ։ Աննային ամուսինին երկրորդ գինը ուներ զավակներ, աղջիկներ, տղաներ, մինչ Աննան ամուլ էր, զավակ չէր բերեր։ Եվ ամեն տարի դոներու արիթով իրենք ընտանյոք կերտային Երուսաղեմ եւ Սիլոյի մեջ, Սիլոն այդ բարձրդեղն էր, ուր բգայության խորանը գար, այն ադեն դագավին դաջարը չեր շինված, բգայության խորանը գար եւ անոր արջև իրենց զոհերը կմատուցեին եւ իրենց աղոտները գնեին։ Գուրախանային, գուդեին, գխմեին եւ իրենց դուները կվերացանային։ Բայց ամեն տարի որ գերտային այս ուրախության արիթով Աննան ավելի գդրտմեր։ Որովհետեւ երկրորդ գինը միշտ կցավցներ իրեն։ Իրեն գսեր դես իմ զավակներս, իմ աղջիկներս, իմ տղաներս եւ թուն զավակ չունիս։ Մինչեւ որ օրը Աննան որոշեց այլևս երթալ, սակայն իր նեղություններուն վերջ տալ։ Եվ ինչ ըրավ։ Առաջին թագավորության առաջին գլխում 15-րդ համարում մեջ կսե Դիրոջ արջև իր սիրտը բացավ։ Այս պատմությունը եղած ադենը Հեղի քահանան գտեսնե թե ինչպես Աննան բգայության խորանին թուրսը անշուշտ զունգի եկած գաղութեր գտեսներ թե շրթունքները կշարժեին, սակայն ինքը ցայն չեր լսեր, սկիզբը գարձեց թե կինով է, սակայն երբ մոտեցավ Աննային եւ հետո խոսեցավ, տեսավ որ շատ զուսպ եւ հարկալից ծեվով իրեն կպատասխանե, իցավ որ ցավոտ սիրտ ունի եւ եկած է իր ցավոտ սիրտը Աստուծո հանալու եւ ադոր համար ինքն աղոթեց, Հեղի քահանան աղոթեց եւ իրեն ասա որ թող որ Աստված ու սիրտիդ ուզածները քեզի դա։ Սամոս 2 նույն բանը մեզի գտելատրե։ Հարցր ցայնով օգնություն կխնդրեմ, Սամոս 142 Հարցր ցայնով օգնություն կխնդրեմ դիրոջմե, օգնություն կղերցեմ դիրոջմե, քանքադս իրեն կներկայացնեմ, իրեն կբատմեմ նեղությունս, երբ իմ հոգիս խրովքի կմատնվի, թուն կհսկես կայլերուս։ Կեղեցիկ բարեր եմ։ Դավիթ երբ լեսավ թե ինչպես դերը կմխիթարե իր հոգերը, դիրոջ արջև թափող հոգին, ուսի խորուրդ տվավ մեզի, եւ խորուրդ տվավ բոլորին, եւ ասա որ վստահեցեք միշտ անոր ժողովուրդ, անոր թիմած բարբեցեք ձեր սիրտը, Աստված է մեր աբադելը։ Աննան չփավարարվեցավ միան սիրտը փանալով։ Ան մեկ կայ ավելի արջև գնաց։ Դիրոջմե նաեւ խնդրեց, որ իրեն ազավակներ դա։ Եվ երբ իր սիրտը բացավ եւ իր նոր խնդրանքն լրավ, եւ հեղի քահանային օրդնությունն ստացավ, Աստվածաշունչի մեջ կգարտանք, որ ան իր ջամփան քնած, այսինքն վերադարձավ իր ընտանիքի մոտ, գերավ ու երեսը անգամ մնալ չդրտվեցավ։ Նաեւ ունեցավ իր մեջ այն հավատքը, որ Աստված կպատասխանե աղոթներուն կնշանակի։ Որքան մեծ է անոր հավատքի վարձատրությունը, որ ոչ թե միայն բժշկվեցավ ամլութենեն, որու պատճառով իր սիրտին թարնություն եկած էր, այլ հասավ ավելի մեծ բանիմը, իր մեծ զնավ Աստծո մեծ մարդը Սամվելը, որ Աստծո կամքով մեծ գործեր դադարեց։ Ամեն։ Շատ բարի դեր հայր, ուրիշ հարցումը, սատանան ինչպես գրնա թեր ունենալ մեր կյանքին մեջ,
Եվ մենք ինչ պետք է անենք, ինչ պետք է անել։ Ընդհանրապես միշտ խոսեցանք Աստծո մասին, Տիրոջ մասին, Հիսուսի մասին, ահավասիկ անագնգալը պիտի խոսենք նաև սատանային մասին։ Օրինակը արդված է դարձյալ նոր գդագարանեն, Ղուգասու ավետարանեն։ Գին 18 տարի գրացած, թերևս Հիսուսի ֆիլմի մեջ կտեսնենք այսպես գրնագը գրացած, զրած գին մգուկա Հիսուսին կող։ Ընդհանրապես չէր կարողանար ուղղվել, մինչև հանդիպեցավ դեր Հիսուս Քրիստոսին։ Ղուգասու ավետարան գբատնե մեզի այս հանդիպումը ասելով. Երբ Հիսուս տեսավ գինը, իր մոտ գանչեցան եւ ասավ. Ով գին, հիվանդության հետ բժշկված ես։ Հիսուս ցերկերը անոր վրա դրավ եւ գինը ամիջավես բժշկվեցավ եւ սկսավ զասված արավորել։ Այս պատմության մեջ սատանան չի գա, սակայն շարունակության մեջ կտեսնենք սատանան։ Անգե յետք դերը բացատրեց անոր հիվանդության պատճառը ասելով. Այս գինը, որ Աբրահամի աղջիկ է, սատանային գոմե 18 տարի ի վեր քերված էր։ Քանի անգամներ այս գինը կացած էր ժողովարաններ, երգրվակելու Աստծո եւ սորվելու Աստծո խոսքը։ Առանց իմանալու, որ իր հիվանդության կապնիկը սատանան է։ Սատանան որովհետև սիրելիներ Բողոս Արաքյալ կբացատրե այս մեկը երկրորդ Կորինթացիներու գիրքին մեջ։ Սատանան գճանա թույլ չտալ, որ մարդիկ իմանան, որ ինքն է իրենց անհանգստության աղբյուրը, որովհետեւ չմտածեն ինչպես թատրեցնեն անոր աշխատանքը։ Երբ մեկը իր հիվանդության պատճառը չի գիտեր, չի գնար այդ հիվանդությունը բժշկել։ Այս կինը մինակ չէր, որում բժշկեց դերը սատանային։ Գործ Կարաքելոցի մեջ Պետրոս Արաքյալ գսե. Գակնարգեմ Հիսուսի, որ Նազարեթեն էր, Աստված ձայն Սուրբ Ոգիով եւ զորությամբ օծեց եւ անիգա շրջեցավ, հարիկ կործելով եւ սատանային գոմե անչվածները բժշկվելով, որովհետեւ Աստված իր հետն էր։ Միան հիվանդությունները չեն, որ սատանան մեզի կպատճառե, նաև սատանան մեր շատ մկործերը գխոչընդոտ է։ Սատանային խոչընդոտության օրինակներեն դարձյալ Բողոս Արաքյալ առաջին Թեսաղոնիկեցիներուն մեջը ինչ կսե։ Սատանան ես ինքս Բողոս մեկ ավելի անգամներ ուզեցի ծեր մոտ գալ, բայց սատանան արգելք եղավ մեզի։ Բողոս Արաքյալ կհաստատե, որ սատանան շարժեց այնպիսի իրադարձություններ, որովհետեւ խանգարե իր ծրագիրը։ Մենք ալ ինչպես Բողոսը հաջող ուշադիր գլանք այն անդեսանելի ճշնամիին հանդեպ, որ աշխատի մեզի վնասել կամ խանգարել մեր ծրագիրներն ու աշխատանքները։ Այո, սիրելիներ, անգամ եւս հարցնենք, լավ ինչ ունենք, սատանան գխոչընդոտե, սատանան գհիվանդացնե, ինչ ունենք։ Խոսքը Հակոբոս Արաքյալի խոսքը, որ գսե. հետևաբար հնազանդեցեք Աստծո եւ թեմ թրեք չարախոսին սատանային եւ հերու պիտի փախչի ցեզմե։ Կփավե անդեսենք անորթերը սիրելիներ։ Պետրոս Արաքյալի խոսքերը մեզի շարունակե Հակոբոսի խոսքերը եւ գսե. Արթուն եւ պատրաստ եղեք, որովհետև ծեր տշնամին սատանան արյուզի պես մռնչելով գշրջի եւ գլելու համար մեկը կփնտրե։ Աստծուն հավատքով թեմ թրեք անոր, գիտնալով որ աշխարհի մեջ բոլոր ծեր եղբայրներն նույն շարժարանքներեն գանցնի։ Այո, երկու օրինակներ Պետրոս Արաքյալի եւ Հակոբոս Արաքյալի գրած նամակներուն մեջ են արինք։ Բայց այսօր մեջ մենք գտեսնենք, որ հատկապես Հակոբոս Արաքյալ ինչ կսե, նախ հնազանդեցեք Աստծո, ապա սատանային թեմ դրեք։ Աստծո հնազանդելուն համար մենք պետք է հիշենք, որ մենք մեղավոր մարդիկ ենք, մենք մեղքեր կգործենք։ Հետևաբար ամենեն առաջ Աստծո հնազանդության մասին մտածելի առաջ պիտի մտածենք մեր մեղքերու մասին եւ հերանանք մեր գործած մեղքերեն, զանազան անօրենություններեն
մեր չափազանցություններեն, մեր սուդերեն, մեր պամպասերներեն, մեր վախերեն եւ չներելու մեր սովորություններեն հայտարարենք մեր ժումը մեղքին մեկ խոսքով սրդանց մեր ժումը որովհետեւ սատանային դեր չդանք մեր վրա իշխանություն ունենալու եւ այն ադեն խորտացենք որ Հակոբոս Արաքյալի նամակի մեջ երբ հնազանդեցեք Աստծո գսե անգեվերչալ գրնանք չարախոսին թեմ տնել սատանային թեմ տնել որովհետեւ աղջի մեզ մե ամեն Վերջին հարցում մնալ հարցնեմ դեր հայր եւ փագենք Ինչ պետք է անել երբ գբադայի որ խրախուսական խոսքեր լսելու լսենք անիմաստ եւ արդյունքի չհասնող շադախոսություններ Որպես վերջապան շատ ավոր հարցումն է որովհետեւ հաջող այս մեկը մենք հատկապես մենք կանանես այս պատմությունը գանտիվինք սավակյան շրջանակներու մեջ մարդիկ ցավի մեջ կլան գորուստ ունին եւ 4 կողմեն մարդիկ եկած են եւ կփորձեն իրենց հանդարտեցնել սակայն իրականության մեջ բարապ բաներ կխոսին այդ բարապ խոսքերը եւ աբարչուն խոսված խոսքերը մենք չլսելու շատ լավ օրինակ մահարացենք ինչպես առաջին բաժնի մեջ արինք հոփին օրինակը որ իր նեղությունները խոսող ճուրի բիդի նմանի ոս նաև այս անգամ հոփին պատմությունը բիդի առնենք ուր հոփը իր աղեդալի բադահարները ընելե վերջ հոփին կով եկան իր 3 ընկերները որովհետեւ իրեն մխիթարեն անոնք անգերց ընկերներ էին իրականության մեջ զրույցները խոսեցան հետը եւ այդ զրույցները հսկայական ճշմարտություններու եւ փորձառություններու մասին էին անոնք ապշած էին բադահած աղետներեն որ ինչպես կրնալա որ փարեսեր հոփը արի հոփը այս բոլոր աղետները իր գլխում կան անոնք մխիթարելու փոխարեն ավելի փորփոքեցին իրենց ընկերոջ վերքը եւ ավելի հոգնեցին անոր բանջված մարմինը այն աստիճան որ հոփ դեր մգեցավ եւ ասավ դուք սուտ խոսքեր գհնարեք ամեն կդալ գերց բժիշկներ եք ես ադոնց մեզ շատ բաներ լսած եմ ամեն կդալ ցանցրացնող մխիթարիչներ եք հոփ 16-րդ գլխում մեջ այդպես պատասխանեց ինչու որովհետեւ Աստծո հոգին չէր որ գարաշնորհեր իր ընկերներուն Ուստի հոփին հետ անոնց քննարկումները գվերաթարնային եւ նույն գերդին գահանքեին անօգուտ ընթացք առանց նվազագույն առաջիմության առանց հոփին սիրտը ոհեմեք մխիթարություն մտցնելու ինչ կբադայի անգերջ այս երեքին գողքին ուրիշ անցմգար Եղիյուս անունով Եղիյուս անունով անցմգար որ այս երեքեն ավելի փոքրիկ էր դարիքով Եվ քանի որ ավելի դարիքով փոքրիկ էր, ցկեց որ անոնք ամբողջ խոսակցությունները խոսին, ոյեմեք միջամուդություն չրավ։ Եվ երբ անոնք իրենց խոսքերը վերջացուցին, Եղիուսը ինքը խոսեցավ։ Եվ երբ որ Եղիուսը խոսեցավ ով զարմանք, արդյունքը ամբողջությամբ դարբեր էր։ Եղիուսին խոսքը 180 աստիճան դարբեր ուղղությամբ տարավ հոփին միտքը հոփին հոգին հոփը թատրեցավ շրջելե թատրեցուց իր անօգուտ եւ աբարթյուն փաստարկումներով խոսակցությունը իր նախորդ ընկերներուն հետ եւ ինքսին կդավ Աստծո ներկայության մեջ եւ երբ որ հոփը Եղիուսին խոսքերեն Աստուծո ներկայության մեջ կդավ ինքսինքը Աստված խոսեցավ հոփին հետ հոփ լսեց Աստծո խոսքը որ հանդիպում մներ իր եւ Աստծո միջև հոփը խոստովանեցավ իր սխալը եւ հայտարարեց իր հավատքը հանդիպումը հեղաշրջեց հոփին կյանքը եւ մխիթարություն տվավ Եվ մենք գիտենք, որ
Այս գևերջ փոփը իր բոլոր ստացվածքները դարձյալ ունեցավ, դասնապատիկը ավելի հարստություն ունեցավ, առողջությունը լավացավ, զավակներ ունեցավ, թորներ ունեցավ, երկար կյանք ունեցավ եւ հարստությունը շատ ավելի բազմաբաց ունեցավ։ Ահավասիկ սիրելիներ, ինչպես Եղյուս եւ Պոփին խոսակցություն եղավ, մենք ալ նույնն ենք։ Մտիկ չենք բարապ խոսքեր, միայն խոսքեր մտիկ ենք, որոնք մեզի գտանեն թեպի Աստուծո ճանապարհը։ Աղոթենք, որ Սուրբ Ոգին օգտագործի այս բոլոր խոսքերը սիրելի այսօր, որովհետեւ մեր հանդիպումներն օգտվենք, դիրոջ ներկայություններն օգտվենք եւ աննպատակ շրջակայությունները հեռանանք։ Աստված օրհնե բոլոր մտիգանողները, Աստված օրհնե մեզ, Աստված մեզի ուժգարություն տա, շարունակենք մեր ծառայությունը մեր ժողովրդին։ Ամեն։ Շնորհակալություն Տեր Հայր, բարձկերին կդար, Աստված ծեր հավատքին եւ գոչումի մեջ հաստատ բահե։ Փագել է առաջ մեր հայդակիրը սիրելիներ, ագանչալուրը լանք, Դավիթ մարգարեին բեռնով արտասանված սաղմոսներեն հատվածը։ Երանի աստվածավախ մարդոց, անոնց, որոնք դիրոջ գամքին համացայն գաբրին, եթե դուն այսպես գաբրիս, աշխատանքիդ արդյունքը պիտի վայելես, երջանիկ պիտի ըլլաս եւ բարի օրեր տեսնես։ Գինդ բդղալից որդադունք մը պիտի ըլլա դանդ մեջ, զավակներդ ցիտենիի նոր դունգերուբես սեղանից շուրջ։ Ահա այսպես գործնվի դիրոջ մե վախծող մարդը։ Տերը Սիոնեն թող օրհնե քեզ, Երուսաղեմին փարորությունը տեսնես կյանքիդ բոլոր օրերուն եւ տեսնես ու զավակներուդ զավակները։ Խաղաղություն Աստուծո ժողովրդին։ Ամեն։ Արի գիշեր, ամեն եւ հաջելի ունգընտրություն։